Մտքերը, երբ մարդուն դարձնում են իրենց գերին, մարդը կամաց սկսում է սպառվել։ Ամեն օրը իմ դեմքն է, այստեղ էլ ես եմ, այստեղ եմ, հայելին ամեն բան լսում է, ես զգում, մարդասպանի մենախոսությունը, մամնավաճառի բողոք, սիրուց մերժվածի գխլությունը, Կյանքից հիասթափվածի հայացները, երկու եսերի կռիվը և այդպես շարունակ։ Իմ շուրջ բոլորը հայելիներ են։ Պատկերացնում եք, եթե մարդուն փակեն այսպիսի վայրում և նրան զրկեն ամեն ինչից, ինչ կցանկանա նա անել։ Առաջինը ջարդել հայելիները, կամ ինչ-որ ձևով կապել աչքերը, որ չխելագարվի։ Եթե մարդուն մի քանի օր պահեն այսպիսի վայրում, նա լիակատար կկործրեքտի։ Հայլուն նայելով, առաջինը շպկում ենք մեր արտաքինը։ Ուղում մեր սանրվածքը։ Գուցե նկատում ենք ինչ-որ բիծ մեր շորի վրա։ Բայց հայելուն նայելով, չենք կարող շտկել մեր ներքինը։ Հայելուն նայելով, կարող ենք ժպտալ, բայց դա անել ուղղակի։ Երբ րոպեներ անց մեր դեմքից չքանալու են։ Հայելին գիտի մեր ինքնախաբեության մասին, գիտի մեր զգացողությունների արմանը։ Հայելուն դու չես կարող ստել, որովհետև դու չես էլ ուզում ստել։ Քանզի նա մարդ չէ։ Հիշում եմ մի մուլտֆիլմ կար, որտեղ ասվում էր. Հայելի, խնդրում եմ ինձ ասա, ով է ամենագեղեցիկը։ Դու ես ամենագեղեցիկը, դու, միայն դու։ Գուցե շատերը իրենց համարելով ամենագեղեցիկ դառնում են էգոիստներ։ Հայելին կարելի է համարել մի մեծ թանկարդ, որը ձեզ եսասիրության մեծ չափաբաժին կտա։ Ամեն օրը իմ դեմքն է, այստեղ։ Յոխ ես պատասխան։ Ֆանտաստիկ խելագարություն է սա։ Հայելուն, վերջապես տեսավ իր տերությունը։ Այն մեկն էր, նա ինչ էր ինչ, որ իրեն ներկայացնում էր։ Խաղում էր մի ներկայացում և ծիծաղում էր ուրիշների վրա։ Այն ինչ ամենածիծաղելին հենց ինքն էր, փոխանակ շտկերիքն էր։ Կարծեք հայելիներ, ձեր հոգում երանի հասկանաք այդ և վերանայեք ձեր կյանքը, վերլուծեք։ Ամենավերջում մի շատ հետաքրքիր ֆոկուս կա։ Աբրակադաբր, հայելիներ, խնդրում եմ ինձ ասել, ինչ է նշանակում մարդ լինել, հայելիներ, գրեք ինձ նամակ աշխարհակործան սրիկաների մենախոսություններից, ես կհաղթեմ այդ հոգևոր տականքները։